ինք այն ամոր զանգվածն է, որը միշտ գիտի իրեն ինչպես պահել, որ իշխանության ժամանակ, հեղափոխականի ժամանակ հեղափոխական են, հակահեղափոխականի ժամանակ հակահեղափոխական են։ Բոլշևիկների ժամանակ Բոլշևիկների ժամանակ բոլշևիկ են, անտիբոլշևիկների ժամանակ անտիբոլշևիկ են։ Ուրեմն ես մի անգամ պատմել եմ այդ ցանկացած ազգի մոտ նույնն է։ Ուրեմն երբ որ ես Ալբանիայում էի մի անգամ, վերջերս ինքն էր գնացի Ալբանիա, բայց թող գնար մի հատ մտներ այդ Էնվեր Խոջայի բունկերը եւ այնտեղ շատ լավ թանգարան կա, այդ իրենց այդ ուրեմն տոտալիտար ռեժիմի թանգարանը։ Ուրեմն այնտեղ առանցին մի բաժին կա, երբ որ հոգևորականներին ձերբակալում են եւ թե ինչպես են ծաղրում։ Ինչպես են ծաղրուծանակի ենթարկում հոգևորականներին, կաթոլիկ կամ օրթոդոքս։ Եվ նկարներ կան, բաներ կան, եւ այնտեղ բացատրություններ կան, որոնք ես սիրում եմ կարդալ։ Եվ ուրեմն երբ որ հարձակվում են մի վանքի վրա, կաթոլիկ վանքի վրա եւ ձերբակալում են բոլոր վանականներին, ուրեմն բոլոր վանականները հանձնվում են կամավորապես, բայց մեկին պահում են, ասում են դու թաքնվի, որ գոնե մեկը փրկվի։ Եվ իրենք ասում են, «Էս կանեք, ասեք 9 հոգի ենք, էս ենք, բոլորս ենք»։ Եվ ուրեմն այդ մեկը խուսափում է իրենց բանով, իրենց ճակատագրից եւ իրենց թույլտվությամբ եւ իրենց ցուցումով։ Եվ ինքը դիտում է պատուհանից, թե ինչպես են այս 9-ին տանում փողոցով եւ ինչպես է ժողովուրդը թքում վրաները, խփում։ Եվ մարդը գրում է, որտեղից այսքան սրի կա իմ ժողովրդի մեջ։ Սրիկաները կան բոլոր ժողովուրդների մեջ, թաքնված են։ Երբ այսպիսի առիթներով հեղափոխական իրավիճակներում արթնանում են, հասկանում ես, ինչպես որ անձրևից հետո հասի, որ սունգը աճում է, չէ՞։ Ու ցավոք, այո, սրիկաներ կան նաև մեր ազգի մեջ։ Ովքեր անբացատրելիորեն պատրաստ են իրենց մորը ոչնչացնելու, հա, որովհետեւ հասնեն իրենց ստոր նպատակի։ Ստոր նպատակի։ Հիմա այս մարդը հասկաց, քանի որ ինքն էլ է նույն տեղից, նույն խավից է։ Ինքը գիտի այդ խավը ինչպես է մտածում։ Այդ խավը, ասում եմ, քրոնիկ ադելություն ունի, անբացատրելի, անգիդագից ադելություն ունի իրենից բարձրի եւ վսեմի նկատմամբ։ Հիմա ինքը այդ ադելությունն է գրգռում։ Եվ ընդ որում գրգռում է, ասում եմ, սեռական ստոր հողի վրա։ Հասկանում ես։ Պատկերացնում եք, ասում եմ, կուսակրոնները փաստորեն, կուսակրոն չեն։ Փաստորեն աղքատ չենը չանցավ, փաստորեն հայրենասեր չենը չանցավ, եւ այլն չանցավ։ Հիմա եկել է ամենաստոր բանի իմաստն։ Եվ ցավոք, որտեղից այսքան սրիգա մեր ժողովրդի մեջ։ Սրբազան Նիկոլ Փաշինյանի կողմից այս դրսևորումը շատերը ասում են, որ միգուցե վերջին ճիգերն է, հա, գիտեն, որ իրենց վարկանիշը շրիշակից ցածր է, ասում են վերջն է իրենց մոտենում, եւ դա այդ տագնապի մեջ գտնվող մարդու վերջին հուսահայտ քայլերն է։ Մյուսներն ասում են նախընտրական որոշակի տեխնոլոգիաներ է, թույլատնում է իրեն հակազդող հնարավոր բոլոր ինստիտուտները, որպեսզի մարդկանց վրա կարողանա ավելի շատ իշխանություն ունենալ։ Ինչով եք ավելի շատ ինչով եք պայմանավորում։ Իսկապես նախընտրական շրջանին հաջորդող որոշակի ինքնասպանության պես մի բան է սա։ Կամ կհաղթեմ, ինչը որ անհնարին է, կամ կկորցնեմ ամեն ինչ, ինչը որ երաշխավորված է։ Բայց ես մի խոսք ասեմ, մի ասացված կա, երբ որ շանսատկելը գալիս է, գնում է եկեղեցու պատի տակ է կեղդոտում։ Լսել եք այդ ասացվածքը։ Ձեզանից։ Ուրեմն շանսատկելն եկել է։ Սրբազան կաթողիկոսի կյանքը գրաքննելու մասին իր հայտարարությունը
Քննարկումների առիթ է դարձել։ Մենք գիտենք, որ հակակաթողիկոս շարժում կար, որը հովանավորվում էր նաև այս իշխանությունների կողմից։ Եվ հասարակության որոշակի շերտ հենց այդ քննարկումն է տանում, ասում են, մենք դեմ ենք, որ եկեղեցու դեմ այս հարձակումն իրականացվում է, բայց կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան։ Ով պիտի հեռանա։ Կաթողիկոսն ու Փաշինյանը պետք է հեռանան։ Այսինքն Երկուսն էլ պետք է հեռանան։ մի կողմից դեմ են եկեղեցու վրա այս հարձակումներին, մյուս կողմից ասում են պետք է կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը հեռանան։ Այս երբանից սկսեցին Ուրեմն, համահավասար։ երբ որ այս մեր ազգի ցանկացած զավակ կհասկանա իր խոսելու չափը, այն ժամանակ մենք նորմալ ժողովուրդ կլինենք։ Հասկանում եք։ Երբ որ շուկայում կանաչի վաճառողը կամ տաքսու վարորդը ամենայն հարգանք իրենց, բայց իրենք էլ պիտի մեզ հարգեն։ Որոշում են, թե կաթողիկոսը ինչ պետք է անի։ Ներողություն, այդ կան գիտեիք, դուք գայիք կաթողիկոս դառնայիք։ Ուրեմն մի անգամ ես այս բակում եմ մեծացել։ Այս թաղում եմ մեծացել, այս բակում եմ մեծացել։ Մի անգամ մի քանի տարի առաջ էր իմ մանկության ընկեր հասակակից, նույնիսկ դասընկեր ենք եղել նույն դպրոցում, նույն դասարանում եւ նույն թաղում։ Մի անգամ ասեց, քեզ համար ինչ կա, դու հանգիստ առաջնորդարանում Լենուբոլ ապրում ես։ Դու ապրի։ Դու ապրիր։ Ես քո իրավունքն եմ խլել։ Երբ ես 75 թվականին գնացի եկեղեցի եւ սկսեցի եկեղեցում ծառայել, դու էլ էիր 12 տարեկան, ես էլ էի 12 տարեկան։ Դու ինձ ծաղրում էի։ Տեր էիր ասում։ Տեր պիտի դառնաս։ Երբ ես ճեմարան մտա, դու ինձ ծաղրում էիր։ Երբ ես հոգեորական դարձա, դու ինձ ծաղրում էիր։ Դու լինեիր։ Հիմա այդքան եթե հեշտ է դադելը, թե կաթողիկոս ինչ պետք է անի, եկել եղել եք, փորձել եք։ Ռուս ասում է կիշկա տանկա, չէ։ Ուրեմն, եթե չեք եղել, չեք մտել այդ բեռան տակ, չեք քասել այն աստիճանին, ինչին որ այս մարդը ասել է։ Խելոք եղեք, ձեր չափը իմացեք, ձեր չափը ճանաչեք։ Ով ելնի այսպիսի սրբազանը սենց պետք է աներ, կաթողիկոսը նենց պետք է աներ, սենց կաթողիկոսից պետք չի, սենց պետք չի գնացեք եղբայրի չեն ուզում, մեր կյանքը մի քայքայեք։ Մենք այն կանենք, իշքան կանք։ Եվ դուք իրավունք չունեք խառնվելու մեր գործերին, որովհետև դուք չեք մտել այս բեռան տակ։ Ինչ կա ստեղ չհասկանալու։ Հետևաբար կաթողիկոսի հեռանալ, չհեռանալը ձեր օրակարգի հարց չի։ Իսկ մեր օրակարգում նման հարց չկա։ Ես ուրիշ անգամ 10 թվականին էլ եմ ասել։ Եպիսկոպոսած դասը ուրեմն երաշխավորն է վեհապարի անձեռնմը խելիության։ Դուք մինչև վեհապար հասնելը հələ մեր վրայով պետք է անցնեք։ Կկարողանաք ուժերդ կպատի, մինչև վեհապար հասնելը հələ դուք պետք է մեր վրայով անցնեք։ Մեզ պետք է ոչնչացնեք, որ հասնեք վեհապարին։ Պետք է կարողանաք, ուժերդ պետք է պատի։ Սրբազանի դեպ շատերի մոտ այդ մտավախությունն էլ կա, որ այս հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը փորձում է իր հետևորդներին կամ իր համակիրներին նաև ուղղորդել ընդդեմ եկեղեցու, որը կարող է նաև ֆիզիկական բախումների հանգեցնել։